Ողջույն բոլոր նրանց, ովքեր նոր են միացել մեզ, Լրատվական ռադիոյի եթերում իր աշխատանքները շարունակում Թարմուղեղով հաղորդաշարը, տաղավարում ձեզ համար աշխատում է Աննա Դանիելյան, այսօրվա իմ զրուցակիցն է քաղաքագետ Նարեկ Գալստյանը, հիշեցնենք խոսում ենք Մեծ Բրիտանիա Եվրամիության կազմից դուրս գալու հետևանքների եւ առաջիկա զարգացումների մասին, մի կարճ լուր եմ առաջարկում լսել, պարոն Լևոն Շիրինյանի, քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքն է հարցի վերաբերյալ, այնուհետև շարունակենք քննարկումը։ Քաղաքագետ Լևոն Շիրինյանը կարծում է, որ Մեծ Բրիտանիան Եվրամիության կազմից դուրս գալով վերականգնում է քաղաքական մեկուսացման իր ավանդույթը։ Պատմության ընթացքում Մեծ Բրիտանիան միշտ հեռու է կանգնել Եվրոպայից եւ երբ այնտեղ բախվել են տարբեր ուժեր, նա սպասել է եւ միայն վերջին պահին հասել, օգնելով թույլին։ Armenpress-ի հաղորդմամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը։ Նրա խոսքով Մեծ Բրիտանիայի այդ քայլից հետո Գերմանիան դառնում է Եվրոպայի կարևորագույն նշանակություն ունեցող պետություն։ Կարելի է ասել, որ Բրիտանիան կորցնելով իր ուժը, Գերմանիան է փորձում այդ դերը իսկապես ստանձնել իր վրա տարածաշրջանային քաղաքականության մեջ, ինչպես պարոն Շիրինյանը։ Մեծ Բրիտանիան Եվրոպական միության ներսում երբեք էլ չի ունեցել այն կշիռը եւ ազդեցությունը քաղաքական գործընթացների, ինչ որ Գերմանիան կամ Ֆրանսիան։ Նա միշտ եղել է երրորդ տեղում։ Իբրև տնտեսական բլոկ, հա։ Անկամ տնտեսական տեսանկյունից նա Եվրոպական միության ընդհանուր տնտեսության ամենաքիչ ինտեգրված երկրներից մեկն է, որքան էլ տարօրինակ է։ Մեծ Բրիտանիան ունի, գիտեք, նրանց քաղաքականությունը բավական գլոբալ է եւ բազմաշերտ։ Այս տեսանկյունից օրինակ բրիտանացիները իրենց կայսրությունը, այսպես ասենք, կորցնելուց անմիջապես հետո, դրանց զուգահեռ, ինչպես մեզ մոտ Խորհրդային միության փլատակների վրա ձևավորվեց ԱՊՀ-ն, այնպես էլ նրանք ձևավորեցին, բայց շատ ավելի ազդեցիկ կառույց, կոչվում է ազգերի բրիտանական ընկերակցություն եւ դրա շրջանակներում նրանք շարունակում են հնարավորինս իրենց կապած պահել նախկին գաղութային տարածքները։ Իրենց օրակարգը միայն Եվրոպայով երբեք չի սահմանափակվել։ Իսկ մայրցամաքային եվրոպական ինտեգրացիոն process-ում ես քիչ առաջ նշեցի, որ Մեծ Բրիտանիան բավական վերապահումներով է անդամակցում Եվրոպական միության, անգամ արժութային միությանը չի անդամակցում, Շենգեն գոտում չի, այո, ներքին գործ եւ արդարադատության ոլորտի քաղաքականություններին հատ է քննարկում մասնակցի թե չէ։ Դա նշանակում է, որ նաև նա այդ ոլորտներում որոշումների ընդունման process-ին չի մասնակցում, ոչ թե չի ուզում մասնակցել, չի մասնակցում պարզապես, քանի որ այդ կարգավիճակը ունի միայն լիիրավ անդամակցություն։ Հետևաբար նրա մասնակցություն կամ ազդեցություն եվրոպական օրակարգի վրա երբեք էլ տենց շատ ազդեցիկ չի եղել, որ ասենք, ահա նա դուրս եկավ, հիմա կողքից է նայելու։ Բայց կա այստեղ այսպիսի խնդիր։ Թեև Գերմանիան եւ Ֆրանսիան մշտապես եղել են առաջատարները, տնտեսական տեսանկյունից Գերմանիան, քաղաքական Ֆրանսիան, հիմա այդ վակուումը, որը ստեղծվել է Մեծ Բրիտանիայի, կստեղծվի ավելի շուտ, հա, եթե Մեծ Բրիտանիան դուրս գա, այդ վակումը չի մնա, դա անպայման լրացվելու եւ ամենայն հավանականությամբ լրացնողը կլինի Իտալիան։ Այստեղ խնդիրը հետեւյալն է, այստեղ ոչ այնքան այն ավանդական վեկտորային մոտեցումները կամ մայրցամաքային Եվրոպայի մրցակցություն, որքան շահերի բալանսը, այնտեղ մի քիչ գաղափարը նույնն է, այն հին ժամանակների մրցակցության, ձևն է այսօր տարբեր։ Եվ այստեղ անպայման պետք է լինի մեկը, որի միջոցով կփորձեն հակակշռել այն մյուսին։ Օրինակ Ֆրանսիան եւ Գերմանիան առանց իրար չեն կարող, հա, բայց իրար հետ էլ նրանք շատ մրցակի կոշտ մրցակ Գերմանիայի ուշադրությունը ավելի շատ կենտրոնացած է դեպի արևելք, Ֆրանսիան դեպի միջերկրական ծով եւ իրենք մշտապես շահերի բախում են ունենում, թե որ ուղղության վրա ավելի շատ փող ծախսել, գործ անել եւ այլն։ Եվ այս հարցում իրենք շատ հաճախ են նաեւ ժամանակին փորձում բրիտանական խաղակարտը օգտագործել, ով իրենց հետ կլինի, դա հետեւաբար նաև որոշումների ընդունման ժամանակ ազդեցություն կունենա եւ այլն։ Հիմա եթե Մեծ Բրիտանիան դուրս գա, այդտեղը ամենայն հավանականությամբ կլրացնի Իտալիան, որ իհարկե չունի այն կշիռը, ինչ ունեցել է Մեծ Բրիտանիան համաշխարհային գործընթացներում, բայց շատ ավելի ինտեգրված եվրոպական տնտեսության մեջ, քան եղել է կամ կա այս պահին Մեծ Բրիտանիան։ Մյուս կարևոր հանգամանքը Մեծ Բրիտանիան դուրս գալով, եթե դուրս գա Եվրոպական միությունից, դա չի նշանակում, որ նա կխզի կապերը մայրցամաքային եվրոպական տնտեսական process-ների հետ։ Դա հնարավոր էլ չէ։ Այնպես է ստացվել, որ այդ 73 թվականից սկսած աստիճանական ինտեգրումը եվրոպական ընդհանուր շուկայի ձևավորումը նաև ինքնին հանգեցրել նրան, որ այդուհանդերձ բրիտանական տնտեսությունը մասամբ ինտեգրված եվրոպական տնտեսությանը։ Իրենց համար այսօր հարց է դրված, ինչ ձևաչափով կառուցել Եվրոպական միության հետ հարաբերությունները։
կա այսպիսի մի կառույց, կոչվում է Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիա, որը հիմնադրել են հենց իրենք բրիտանացիները, եւ դա ստեղծել են նրանք 60-ական թվականներին, ի հակակշիռ այդ ժամանակ մայրցամաքային Եվրոպայում նոր ձևավորվող ինտեգրացիոն ընկերակցություններ, որոնք հետագայում վերածվեցին Եվրոպական միության։ Բայց ժամանակին բրիտանացիները նկատեցին, որ այդ ասոցիացիայի միջոցով իրենք չեն կարողանում ազդել այդ մայրցամաքում տեղ ունեցող process-ին եւ որոշեցին թողնել ասոցիացիան, անդամակցել եվրոպական ընկերակցությանը, որպեսզի ներսից ազդեն որոշումների ընդունման process-ի վրա։ Այդպես էլ արեցին։ Այդ ասոցիացիան մինչեւ հիմա կա, ունի 4 անդամ. Նորվեգիան, Իսլանդիան, Լիխտենշտայնը եւ Շվեյցիան։ Նրանք Եվրոպական միության անդամ չեն։ Չնայած շատ զարգացած երկրներ եւ մենք հաճախ մոռանում ենք այդ երկրների մասին, բայց չէ որ նրանք ունեն շատ սպეციფიկ հարաբերություններ այսօր Եվրոպական միության հետ։ Ինչ հարաբերություններ, որոնք հենց Բրիտանիայի հնարավոր տարբերակներ են համագործակցության։ Կա այսպես կոչված Եվրոպական տնտեսական տարածություն 94 թվականն է ձևավորել։ Դա կազմում են այսօրվա Եվրոպական միության անդամ պետությունները, գումարած այդ ասոցիացիայի 3 պետություններ՝ Իսլանդիա, Նորվեգիա եւ Լիխտենշտայն։ Դա ընդհանուր շուկա է, առանց մաքսային միության։ Ապրանքների, աշխատուժի, ծառայությունների, կապիտալի ազատ տեղաշարժ 28 գումարած 3 այդ երկրների միջև, բայց առանց մաքսային միություն, այսինքն Նորվեգիան ինքնուրույն մաքսային քաղաքականություն է իրականացնում։ Շվեյցարիան, շվեյցարացիները շատ սպეციფიկ եվրոպացիներ ու շատ են տարբերում իրենց մյուս հարևաններից, նրանք որոշեցին ոչ թե այդպես ինստիտուցիոնալ պայմանագիր ասոցիացիայի եւ ԵՄ-ի միջև, այլ անհատական Շվեյցարիան կնքել է մի քանի փոխկապակցված պայմանագրեր եւ ընդհանուր ԵՄ-ի ընդհանուր շուկայից ստանում է գրեթե նույն առավելություններ, ինչ որ բոլոր մյուս պետությունները, բայց նորից չի անդամակցում։ Հիմա Բրիտանիայի համար ընտրության հնարավորություն կա։ Նա կարող է դիմել այդ տարբերակին, վերադառնալ ասոցիացիա եւ ասոցիացիայի միջոցով այդ ինստիտուցիոնալ բանով մնալ Եվրոպական միության ընդհանուր շուկայի մեջ կամ Շվեյցարիայի նման դառնալ կնքել անհատական պայմանագրեր Եվրոպական միության հետ եւ ելի մնալ ընդհանուր շուկայում։ Շվեյցարական մոդելը շատ ավելի հրապուրիչ է, քանի որ շվեյցարացիները հենց այդ անհատական պայմանագրերի միջոցով ավելի մեծ վերահսկողություն ունեն իրենց վերաբերող հարցերում։ Իսկ օրինակ Իսլանդիան, Նորվեգիան եւ Լիխտենշտայնը, քանի որ ինստիտուցիոնալ պայմանագիր են կնքել, հա, հիմա ընդհանուր շուկայում իրենք որոշում չեն ընդունում։ ԵՄ-ն ինչ որոշում ընդունեց, դա ազդելու է նաև իրենց օրենսդրության վրա, մեխանիկա։ Միտքն այսպես ամբողջացնելով կարող ենք ասել, որ վերջնական ոչ մի ձևով կապերը չի խզվում Եվրամիության հետ ու ոչ մի համաձայնագիր աղբարկում ճակերտավոր չի հայտնվելու։ Դա ընդհանրապես կապեր խզել բացառվում է։ Դա անհնար է, տեխնիկապես էլ նաև հնարավոր չէ եւ ընդհանրապես չի բխում Բրիտանիայի շահերից։ Նա ամեն դեպքում նա ցանկանում է գոնե առևտրատնտեսական տեսանկյունից ինչ որ հարաբերություններ պահպանել։ Եվ ավելին բրիտանացիների համար իրենցից օտարված Եվրոպական միությունը նաև վտանգավոր է, որովհետև այնտեղ ինչ կարող է լինել։ Մեծ Բրիտանիան, երբ որ անդամակցեց իմաստը որն էր, ազդել որոշումների ընդունման վրա Բրյուսելում, այնպես որպեսզի այնտեղ ընդունված որոշումները բացասաբար չազդեն հենց Բրիտանիայի վրա։ Հիմա եթե ինքը դուրս է գալիս այնտեղ, եվրոսկեպտիկների կամ այն պետությունների բանակը, ովքեր ճամբար ասենք ավելի շուտ, ովքեր որ ձգտում են սահմանափակել Բրյուսելի իշխանությունը եւ պահպանել պետությունների ինքնիշխանություն կթուլանա։ Հաշվի առնելով, որ Բրիտանիան Միացյալ Նահանգները այսպես եվրոպական ամենահուսալի գործընկերն էր, արդյոք Brexit-ը կարող է պատճառ դառնալ, որ Միացյալ Նահանգների ազդեցության լծակները Եվրամիության վրա փոքր-ինչ նվազեն։ Գիտեք, երբ որ Բրիտանիան փորձեց անդամակցել եվրոպական ընկերակցության 60-ական թվականին, 2 անգամ է փորձել, 2 անգամ էլ նրա անդամակցության հայտի վրա վետո կիրառեցին եւ վետո կիրառեց Դե Գոլը, Ֆրանսիայի նախագահը, ձևակերպելով հետեւյալ կերպ. Բրիտանիան ամերիկյան տրոյական ձի է Եվրոպայի ներսում։ Այո, Մեծ Բրիտանիան երբեք չի թաքցրել, որ ինքը շատ մեծ տեղ է տալիս ատլանտյան հարաբերություններին, այսինքն իր համար Միացյալ Նահանգների նշանակությունը չի նվազել համաշխարհային պատերազմից հետո եւ այս սպეციფიկ հարաբերությունները առաջնահերթություն են եվրոպական օրակարգի նկատմամբ։ Անկամ ԵՄ-ի անդամ լինելու ընթացքում նա մշտապես ցուցաբերել դա հատկապես երբ որ եվրոպական միության ներսում ի հայտ եկավ ռազմապաշտպանական ոլորտում համագործակցության ծրագիրը։ Նա ասաց, որ դա պետք չէ, մենք ունենք Միացյալ Նահանգներ եւ ՆԱՏՕ, այնտեղ ամեն ինչ եւ աղաքին երկար ժամանակ կասեցնում էր այդ առաջընթացը, մինչեւ հիմա էլ որոշակի վերապահումներ կան։
Ինչ վերաբերում է ԵՄ-ի ներսում ազդեցության լծակների պահպանումը, Միացյալ Նահանգներին մի կողմից ձեռնտու չէ տրոհված Եվրոպան, տարբեր ճամբարների բաժանված, այսպես ասած, բաժանարար գծերով, հա, մյուս կողմից ձեռնտու չէ նաև Եվրոպայի Միացյալ Նահանգները։ Իրեն պետք է քիչ թե շատ կառավարելի, այսպես միջին զարգացվածության, ըստ որում նա ունենա լծակներ ազդեցության այդ միության ներսում։ Ով կշահի վերջում։ Այս եթե դուրս գա, հա, նկատի ունեք։ Եթե եւ դուրս գա եւ օրինակ հետ դարձի ճանապարհ օրինակ ունենա մնա։ Ես քիչ առաջ ասացի, որ հիմա Brexit-ը դեռ որոշված չէ։ Եվ երբ որ Պարլամենտը իրենց որոշում կկայացնի, արդեն կերևա թե ինչպես են համագործակցել։ Ես այսօր արդեն եւ բրիտանական եւ մայրցամաքական եվրոպական շուկաները, ֆինանսական շուկաները կորցնում են, հենց միայն նորության պատճառով, հա։ Բրիտանիան դեռևս շարունակում է մնալ ԵՄ-ի անդամ, բայց քանի որ այդ սիգնալը եկավ, ազդակ եկավ, սկսեցին այդ ռեյտինգները իջեցնել եւ որ դա հարվածում է տնտեսություն։ Երկուսն կորցրել են այս պահին, բայց վերջնական տարբերակում, վերջնարդյունքում մնալու կամ դուրս գալու տարբերակներ եթե հաշվի առնենք, հա, իրական ոչ մեկ էլ առանձնապես ոչ կկորցնի, ոչ էլ կշահի։ Կախված է նրանից, թե ինչ սցենար կընտրի բրիտանական կառավարությունը ԵՄ-ի հետ հարաբերությունները կառուցեցին։ Մը կարճ դա էլ ասեմ ու վերջացնենք, հա։ Եթե Մեծ Բրիտանիան որոշի մնալ Եվրոպական միության ներսում, նա միևնույնն է գնալու է հարաբերությունների բարեփոխման ճանապարհով, այսինքն պահանջելու է իր համար վերապահումներ։ Բրյուսելի համար դա անընդունելի է, որովհետև Բրյուսելում ես ինչից եմ վախենում, ամենակլխավորը, որ ես ուզում եմ ասել այդ միտքը, հա, ես վախենում եմ, որ կարող է մայրցամաքական Եվրոպայում հենց այս եվրասկեպտիցիզմի, Brexit-ի եւ այլն օրինակով ձևավորվի դեռևս 1800-ական թվականներից հայտնի այդ սրբազան դաշինքը, երբ որ մի քանի միապետական կարգեր ունեցող պետություններ իրենց տարածքներում պատասխանատվություն են կրում այդ միապետական կարգերի պաշտպանության համար եւ պատժում են այս ազգային պետության ձևավորման այդ զարթոնք։ Ես վախենում որ այդպիսի տենդենսներ կարող են սկսել եվրոպական միություն։ Եթե այդպիսի բան եղավ եվրոպական միությունն ինչ որ մենք պատկերացնում ենք, նախ դա կվերանա, երկրորդն էլ դա կարող է շատ վատսական հետևանքներ ունենալ ոչ միայն եվրոպացիների, նաև մյուսների։ Մյուսների համար։ Շնորհակալություն պարոն Գալստյան քննարկման համար, իսկ այսօրվա համար նախատեսել ենք այսքանը։ Ցտեսություն։